ես ընտրատեղամասում, մի քանի րոպե մենք այստեղ ենք ու տեսնում ենք նույն դեմքերը կանգնած, ինչ-որ մարդկանց Ոչ միայն այս ընտրատեղամասն է, սա բոլորիս հայտնի գծի ետև կոչվող թաղամասն է, որտեղ կա երկու ընտրատեղամաս, մեկը 27 հանրակրթական դպրոցում է տեղակայված, մյուսը մի քանի մետր հեռավորության վրա է, գրադարանում է տեղակայված։ Այստեղ ոչ միայն ներկայումս է սկսվել ակտիվությունը, այլ առավոտյան ժամը 8-ից դեռ ավելին, դեռ ընտրությունները չմեկնարկած այս թաղամասում բավականին ակտիվ էին, արդեն ընտրողներին բերել էին, այստեղ շարել էին, որպեսզի մեքենաներով բերել էին, որպեսզի տեղամասը բացվի ու անմիջապես տանեն քվեարկության։ Բոլորիս հայտնի են ովքեր են, ինձ թվում է դուք էլ հիմա կտեսնեք, Պալասանյան, Տաշինքի ներկայացուցիչներն են, ովքեր մեքենաներով բերում են։ Մի քանի անգամ դիմել ենք ոստիկանության միջամտությանը, որովհետև մեր ներսում գտնվող վստահված անձին արձագանքել են, որ չափից դուրս կուտակումներ են ներսում, իսկ մենք գիտենք, որ եթե 15-ը գերազանցում են ընտրողների թիվը, ուրեմն չի թույլատրվում ընտրողներ ներս մտնեն, դրսում էլ էին քիչ առաջ ընտրողների կուտակումներ։ Ոստիկանությունը պարբերաբար այցելում է, տեսնում եք էլի ընդհանուր վիճակը։ Իսկ ընտրակաշարքի բաժանման դեպք հենց ընտրատեղամասի դիմաց այդպիսի փաստ նկատել եք։ Տեղեկություններ ստացվեցին, որ դպրոցի հենց դիմացի բնակարանում է, դպրոցի դիմացի բնակարանում են ընտրակաշարք բաժանվում, բայց չնշվեց, որ թեկնածուն է բաժանողը կամ որ թեկնածուի կողմնակիցներն են, բայց եթե այն անձինք են ակտիվ, ովքեր ներկայացնում են Պալասանյան Տաշինքը, ուրեմն կարելի է ենթադրել ովքեր են բաժանողները։ Քիչ առաջ էլ քաղաքացիների շարժ էր նկատվում դեպի իրենց շտաբում հենց եւ անմիջապես ես մոտեցա, փորձեցի, սկզբում դուռը փակեցին, հետո այդ հարցերը կարգավորեցին, վերջացրեցին, հիմա նորից բաց է Պալասանյան Տաշինքի շտաբի դուռը գծի ետև կոչվող թաղամասում։ Նաև լրագրողների աշխատանք է այստեղ խոչընդոտվել, թույլ չեն տվել։ Ես նոր տեսա, որ մի խումբ լրագրողներ մայրաքաղաքից ովքեր եկել էին, այստեղ կան հատուկ կանայք, ովքեր եւ վարքով նորմալ չեն, եւ իրենց նույնիսկ այդ հոգեվիճակը նորմալ չէ, գալիս են, փորձում են ընտրական գործընթացը մեր աշխատանքը խոչընդոտել, այն անձինք լրագրողներ, ովքեր գալիս են, իրենք հատուկ ուղղորդվում են, գալիս են, այստեղ սկսում են այդ լրագրողների հասցեին կամ մյուս անձանց հասցեին, ովքեր եկել են կարգ ու կանոն այստեղ հաստատելու, սկսում են գոռալ, գոչալ, չգիտեմ ինչ որ բաներ են ասում, այսինքն այնքան նեղն են ընկել, որ ասենք Սամվել Պալասանյանը այնքան նեղն է, որ գժերի, հոգեկան հիվանդների, անբարոյականների է այստեղ գծի ետև թաղամաս ուղղորդել, որպեսզի կարողանան ուղարկել, որպեսզի կարողանան աշխատել ու խանգարել ընդհանուր գործընթացը։ Ինչպես տեսնում եմ, հսկիչներ էլ կան, հա, այստեղ։ Հա, ոստիկանությունը ճիշտ է, պարբերաբար հազանգում ենք, բայց այս հսկիչները որևէ կերպ բացի ընտրատեղամասի դիմացից որևէ կերպ չեն կարողանում տարածքում այլ հսկողություն իրականացնել, իսկ մենք գիտենք, որ տարածքից ընդամենը մի 20 մետր հեռավորության վրա ինչ է կատարվում մեքենաների մեջ կամ ինչ սուտ օպեր բաներ կենես, լսալը, ինչ ճղտեով եմ, ինչի մարդկանց անունի հետ կայնե կխաղակ, լսես հլը, ինչ սդից բաներ եկել ես դու քեզին նկարահանություններ կեն, թողեք մարդկանց շնորհքով էշտան ընդրեն, եղավ, ինչ է, մեկըտ կեշտակ, մեկըտ կուկակ։ Դուք հանձնաժողովից եք, հա? Չէ, ես սովորական ընդրող եմ, բայց պտի կայնիմ, տեսնեմ, որ մակուր ընդրություններն էշտա, ինչի է կալան արեգ է, ես հեչ մարդու կոմնագիցն է չէ, եղավ։ 50 մետր շարավով իրավունք չունեք այստեղ ներկա գտնվել, ինչ եք եկեք անում։ Ես տեսա որ եկել էր ինքը եկե կայնել էր գալայի ներկայացուցիչը ավելնորդ բաներ կխոսանք, եղավ, ավելնորդ բաներ չխոսանք, եղավ, թաղի հասցեին, եկել ես քու գործը դերակ շնորհքով կնա, եղավ, նայեք մյուս խելագարն եկա, պատրաստվեք դիմավորելու ու վաղ առավոտվա ժամը 8-ից այս վիճակն է։ Ապրի կալան, ապրի։ Իսկ ես գազելն ինչ գազել էր, այստեղ կագնեց։ Մոտ բերեցին ընտրողներին, դե։